փաստորեն ինչպես ներկայացվեց, հա, պաշտոնական կողմը ներկայացրեց, ճշտում է գործադրվել դժողների վրա, այսինքն նրանց նվազում են տվել, մեղադրող կողմի ներկայացած ոչ, այլ կերպ է կնկալում ցուցմունքները դժողների, առհասարակ մենք ներկայացնում ենք այն իրավիճակը, ինչ որ առկա է եղել, մասնավորապես օբյեկտիվ իրականության մեջ դժողները նաև նախաքննության ընթացքում են որոշակի արդարացնող ցուցմունքներ տվել եւ հայտնել, որ Դավիթ ու Գոռհան Բարձրյանները որևէ առնչություն չունեն իրենց կողմից նկարագրված դեպքերին, նույնը դժողները, ինչպես նաև Արութին օժանդակող անձինք վկաները խնդել են նաև դատաքննության ընթացքում, սակայն դատարանը գտել է, որ նրանց ցուցմունքները արժանահավատ չէ, որովհետեւ քրեական գործում եղել է օպերատիվ դրություն, ճշտված ակտիվից ստացված դրություն, իբրև որոշակի ճնշումներ են գործադրվել վկաների նկատմամբ, բայց մեկ այլ իրավիճակում էլ մեկ վկայել, կապիտող այսպես մտաբերի հայտնել է, որ քննիչը գրել է ինքը ստորագրել է, նմանատիպ իրավիճակներ եւս եղել են։ Ամեն դեպքում պարոն Համբարձումյանի գործով ամեն ինչ շատ պարզ է, որովհետեւ կա գործի վերաբերյալ օբյեկտիվ ապացույց, տեսագրություն, որում հստակ երևում է, որ դժողներին մի կողմից ծեծի են ենթարկում եւ դա ոչ պարոն Համբարձումյանն է, ոչ էլ վերջինիս եղբայրը Գոռ Համբարձումյանը։ Այսինքն գործը ինչի վրա է դերում այդ անհնարինությունը ինչի վրա է։ Այո, քանի որ Արաքելյանի դատարանը նախագահության պարոն Չիչոյանի ցանկացել է մեղադրական դատական ակտ կայացնել, հիմքում դրել է օպերատիվ դրությունը, որը որ նույնիսկ ապացույց չի կարող համարվել, էլի դա սևը սպիտակով, դա դասագրքային ճշմարտություն է, որ օպերատիվ դրությունը որևէ ապացույց չունի։ Այն իրավիճակում, երբ որ վերջինս պարտավոր էր ցուցմունքները համադրել տեսագրության հետ եւ կհամոզվեր, որ տեսագրությունում նկարագրված այն հանգամանքները, որոնք համընկնում էին համապատասխան անձանց ցուցմունքներին, իրականություն է։ Տիկին Պապյան, դատական նիստում պաշտպանների ներկայացած այսպես ասած զայնագրություններից պարզ է դառնում, եթե սխալ եմ ուղղել, այսինքն իրավապահ մարմինները փորձել են կեղծել կամ ճնշում գործադրելու միջոցով վկաների ցուցմունքներ կոծել Դավիթ Համբարձումյանի եւ նրա եղբոր Գոռ Համբարձումյանի դեմ։ Տեսեք, վկաներից մեկը, ես ինչպես քիչ առաջ նշեցի, ես բան չեմ մտաբերի դժողներից, թե վկաներից մեկը նման բովանդակությամբ ցուցմունք է տվել, որ իր նախաքննական ցուցմունքը, որտեղ վերջինս մեղադրական բնույթի որոշակի ցուցմունք է տվել պարոն Համբարձումյանի եւ վերջինիս եղբոր դեմ, ինքը նույնիսկ չի կարդացել, քննիչն է արձանագրել եւ ըստ էության ինքը պարզապես ստորագրելու դուրս է եկել, հետագայում հաղորդում է ներկայացել այդ մասով, այո, ճիշտ եք հասկացել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։